Հա, հասկանալի է։ Ասեմ ինչի համար։ Նախ ընդհանուր երկրի համար ոչ մի տարբերություն, իրանցից ով էլ որ գա այնտեղ ով էլ գնա, իրանք են իշխանություն ոչ մի բան չի փոխվելու։ Ալեն Սիմոնյանը իր տեսակով վտանգավոր մարդ է ուղակի, Ալեն Սիմոնյանը իմ կարծիքն եմ ասում, էլ դեմ արդեն հեռացել էլ չեմ ուզում ավել բան իր հասցնել, թեկուզ ասեմ, հեռացող մարդու ասեմ, բայց ես սրա մասին շատ եմ խոսացել։ Եթե Ալեն Սիմոնյանը մնար, կարող է իր ոտը ուտեր։ Որտեղ Ալեն Սիմոնյանն էր հազորանում արդեն ԿՊ-ի մեջ, տեսակով էլ ինքը ոտուտող մարդ է։ Սա իմ կարծիքն եմ ասում։ Այսինքն ինքը Նիկոլ Փաշինյանի իշխանության համար ինքը վտանգ էր։ Ինքը սպառնալիք էր։ Դե համար ինքը ներսում էլ չէ դինենց անի որ ուժեղ լինի։ Իսկ Ալեն Սիմոնյանն արդեն սպառնալիք էր։ Ալեն Սիմոնյանին մի հատ մեծ պաշտոն կտա իմ կարծիքով, որ Ալեն Սիմոնյանի դիրքերը թուլանա ուղղակի, այդքան բան, որտեղ Ալեն Սիմոնյանը համ ուժեղանում էր օրեցօր, համ էլ իր տեսակով ինքը ոտը կուտի կանցնի առաջ, այնց մարդ չէր, որ ասենք հավատարիմ մնա, այդ որ ցուցատալի տենց հավատարիմ, ինքը տենց չի։ Ինքը հենց ուժը պատեց, ոտը կուտի ու կեթա առաջ, այդ տեսակի մարդը ու շատ վտանգավոր ու ավելի վտանգավոր, քան Նիկոլ Փաշինյանը։ Չեմ ուզում ավել պակաս ուղղակի խոսամ, հեռացող մարդ են օրնել տենց պարլամենտում տեսա խղճից վրան էլ ճիշտ ասած ազդեց այդ տեսարանը, ասենք հեռացող մարդու հասցեն ես բան չեմ ուզում խոսամ, ես այն եմ ասում, ինչը որ ասել եմ ժամանակին միշտ իր մասին խոսալուց։ Բռնապետ Ալիևի։ Եվ որտեղ շարունակում են մեր հայրենակիցները գերության մեջ լինել, խնդրեմ ես մասով Էլի նույնը պետք է ասեմ, որ Եվրոպան իր արժեքներին դեմ գնաց վեր դասելով իր շահերը, որովհետև իր շահերը այսօր իր շահերից դա է բխում։ Իր շահերից բխում է, որ ստեղ լինի Նիկոլը հակառուսական, այնտեղ էլ թեկուզ այդ բռնապետը։ Բա բռնապետ Ալիևի ձեռը ո՞նց ես բռնում։ Բա որ գնացել ես Բաքու, բռնապետի մոտ լավ գործով, բա քիչ ես ընդ մի հատ հայտարարում այ բռնապետ։ Ես քեզ ես մարդկանց բերեք գերի։ Քիչ ես թողում։ Եթե դու արդար ես, մի հատ հայտարար իր ուժը չի պատում, բայց քո արժեքներին հավատարիմ մնա։ Բա մի հատ հայտարար իր այնտեղ ասել այդ գերիներին բաց թող ես բռնե գերի, արա։ Բաներ մի հատ։ Նիկոլ քծված չես։ Գնացիր բա ստորագրեցիր, Արցախը ճանաչեցիր, որ մենք այնտեղ գերի ունենանք, մի հատ, բա չես ասում այ ֆոն դեր լայն։ Գերիներից գոնե այնտեղից բերեք, արա։ Գնացից ճանաչեցի, ձերուզացնել արեցի, ճանաչեցի Ադրբեջանի կազմում, բա խիպտի ես այնտեղ գերի ունենամ։ Բա մի հատ այդ հարցը բարձրաձայնի։ Սա կասեմ։ Եվ ձեր խոսքան ամփոփի ձեր կոչը, իրապես չնայած այս բռնաճնշումներին հիասթափվելու պայքար։ Չէ, իհարկե պետքա պայքարենք, Մարիամ ջան, հիասթափվել չկա։ Պետքա պայքարենք։ Ինչը։ Իհարկե չի լինի, քանի շնչում ենք պետքա պայքարենք, որտեվ ամեն մի վարքյան հետո ամեն մի պուճուր ավել պայքարը կարա հաջողության բերի։ Հանձնվել չկա, պետքա պայքարենք։ Սա կասեմ, պետքա պայքարենք, որովհետև արդեն 50% պլյուս 1-ը, որը որ դեմ քվյարկես Նիկոլին, դա լուրջ ռեսուրս է, որը եթե ճիշտ օգտագործվի, ոչ թե այս երեկվա հակասերժական տականքները, որ ակտիվացել են, այլ ճիշտ օգտագործվի, այն ուժն է, որով կարելի է հեռացնել այս սրանց, այս ցեղասպաններին, ազգասպաններին, հայրենիք հանձնողներին, այդ ռեսուրսով կարելի է հեռացնել։ Իսկ ասենք, այդ դրա համար մանդատների համարել են, չէ՞ խոսում, ես էլ նորից ասեմ, մանդատները վերցնելը ես միշտ եմ ասել, ճիշտ եմ համարում։ Մանդատը դա մի գործիք է պայքարելու համար։ Ես այն ժամանակ էլ որ մեր ընդդիմությանը մեղադրում էին մանդատները վայր դրեք, ես ասում եմ, որ վայր դնենք ինչ տեղի կունենա։ Լսում էի ասողներին, որոնց մեջ նաև շատ ընկերներ ունեմ, հարազատներ, իրանց ցավը տանեմ, բայց լսում էի համոզից չէր իրանց ասածին։ Ես ասում եմ, չէ, վայր դնելը սխալ է։ Ու հիմա էլ նույնն եմ ասում, մանդատ վերցնելը ճիշտ է, որտեղ մանդատը գործիք է պայքարելու համար։ Այդ գործիքից չի հրաժարվես։ Ես դա միշտ եմ ասել։ Ես մերոնց մենակ մեղադրել եմ մեր ընդդիմադիր падգամավորներին այն ժամանակ ուրիշ բաների համար։ Ու թե անդետալ ծեծուտելու համար, օրինակ, ու էլի լիքը բաների համար, բայց ոչ մանդատները ասել են վայր դրեք։ Մանդատը վայր դնեն, որ մի եկագործի, մանդատը վայր դնեն, որ այսօր չկարանան, այդքան Ծառուկյանին տենան։ Օրինակ, հեչ որ չկարան, չէ՞ այդքան կալանավարի մի հատ քաղբանտարկյալի տենան։ Այդ քաղբանտարկյալ, որ ելնեք կիմանաք, որ այդ մարդկանց համար թե ինչ դուխ է, որ այդ մեն իրանց տենում են։ Կամ հազար մի հարց են լուծում։ Միջազգային ացիաների հետ մեն հարցեր են բարձրաձայնում մեր։ Կարմեն, չէ՞ բարձրաձայնեն։
Հազարու մի բան կամ ամենավերջում ցանկացած պայի կարող է չէ իմպիչմենտ ստացվի ու իրոք իրականն էլ կյանքը ցույց տվեց չէ որ իմպիչմենտը ճիշտ տարբերակ է որ էլի մենք ճիշտ ենք ասում այդ երանդով որ կպնեն իմպիչմենտին ոչ թե սպասեն Գյումրի դվանելուն ես վստահ եմ Նիկոլը հեռացված կլներ ես վստահ եմ բայց իմպիչմենտին չէին կպնում որ վախմի որ կարող է Դավիթ Համբարձումյանը գա իշխանության այ դա եղել ընդդիմության սխալ այն ժամանակվա մեր ոչ թե մանդատները վերցնելը հիմա կամ այն վաղ չդնելը մանդատները վերցնելը ճիշտ է այո ես առաջի օրվա միշտ եմ ասել միշտ իմ սա հարցազրույցներում ասել մանդատները վերցնելը ճիշտ եմ համարում որ չվերցնես ինչ ենք շահում ոչ մի բան իսկ որ վերցնում ես շահում ենք այդ գործիքը մի հատ լուրջ չակուճ ձեռներ ես ալում հա Շնորհակալություն ես էլ ձեզնից եմ շնորհակալ